Արհեստական բանականություն, այսօրվա թեման, Artificial Intelligence կամ AI, հա, շատերը լսել են այս բանը, բայց իրապես ինչ է նշանակում կամ իր դերը այսօրվա աշխարհում երևի բոլորին այդքան էլ պարզ չի։ Ուրեմն ինչով է տարբերվում արհեստական բանականությունը նորմալ կոմպյուտերներից, այնքանով որ ուրեմն ի տարբերություն սովորական մեր նույնիսկ սուպեր կոմպյուտերներին, որը շատ արագ են աշխատում, շատ մեծ թվով, այսինքն հսկայական data կարող են պահել իրենց մեջ եւ այլ, սովորական կոմպյուտերները, նույնիսկ սուպեր կոմպյուտերները չեն կարող սովորել։ Այսինքն, եղած ինֆորմացիան անալիզ անել, սինտեզել, յուրացնել եւ նոր ինչ որ product տալ։ Սա լրիվ արհեստական բանականության բնույթի մեջ է մտնում, այսինքն ինչու արհեստական, որովհետև մարդկային չի։ Այսպիսի բան պետք է, թերապես մարդկային բանականություն պետք է այսպիսի բան անելու համար, իսկ հիմա կոմպյուտերներն են կարողանում անել եւ դրա համար կոչվում են արհեստական բանականություն։ Իհարկե սա նոր գաղափար չի, դեռևս Alan Turing կոչված մարդը, դեռևս անգլիացի մաթեմատիկոս 1950-ականներին ասեց, այդ հարցը բարձրացրեց, արդյոք կարող են մեքենաները իմաստով կոմպյուտերները մտածել, հա, այդ հարցը դրվեց։ Իդեպ ասեմ, Alan Turing-ը շատ հետաքրքիր մարդ էր, ինքը ֆիլմ էլ կա 2014 թվի ֆիլմ կա, որտեղ Benedict Cumberbatch բանի Keira Knightley հետ միասին այդ ֆիլմում նկարվել են, չտեսնված ֆիլմ է նայեք, այնտեղ Alan Turing-ի, այսինքն պատմությունն է, որ ինչ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինքը կարողացավ իր ստեղծած կոմպյուտերի շնորհիվ բացել գերմանական գաղտնագրերը, եւ կարողալ կարդալ եւ այդ դրա շնորհիվ այդ Kriegsmarine ռազմածովային ուժերի ամբողջ հաղորդակցությունը իր սուզանավների հետ կարողացան ստել կարդալ, իսկ սուզանավները իհարկե ամենամեծ վտանգներին ներկայացնում, հատկապես այն ամբողջ օգնությունը, որ Ամերիկայից գալիս էր Բրիտանիա եւ Սովետական միություն, նավերի 80-90%-ը խորտակում էին գերմանացիները եւ օգնություն չէր կարող հասնել, իսկ այդ շնորհիվ այս մարդու այդ աշխատանքի կարողացան կանգնեցնել այդ փորձանքը, այսպես ասենք, հա, վտանգը, հա։ Եվ մի խոսքով ինքը այս հարցը բարձրացրեց։ Իհարկե այս հարցը վերջի 70 տարվա մեջ շատ անգամ է բարձրացվել, բայց իրականության մեջ միայն վերջին 10 տարին, 15 տարվա ընթացքում որ դարձավ ավելի հնարավոր։ Եվ ինչպես միշտ բոլոր տեխնոլոգիական, ասենք կամ համարյա բոլոր գյուտերը դրանք սկսում են ռազմական բնագավառից, սկսած պողպատի գյուտից, որ ստեղծեցին, որպեսզի կարողանան ավելի լավ զենքեր սարքեն, թուրնիզակ ասենք, որը հաղթեց բրոնզից սարքած զենքերին, հա, վերջացրած մնացած ամեն տեսակի բաները, որը հետո այդ ռազմական տեխնոլոգիան անցնում է, ասենք, քաղաքացիական բնագավառ, նույնն էլ այսպես, երևի այս արհեստական բանականությունն էլ սկսվեց նախ առաջ այդ բնագավառում, ինչպես նաև ինտերնետը եւ այլն։ Ու հիմա արդեն անցել է քաղաքացիական բնագավառ, մեր ամենավառ օրինակը իհարկե ChatGPT-ն է, որ գոնե ինձ համար բոլորս գործածում ենք, մի հրաշք է եւ այլ, կարողանում է բաներ անել, հատկապես գրել եւ ուսումնասիրել, նույնիսկ եթե լավ գործածես, քեզ համար դիսերտացիա էլ կգրի, հա, այսպես ասած, ինչ որ բան առաջ չնանարին բաներ դա։ Մենք ասում ենք, որ ինչ լավ է, կոմպյուտերները արագ են աշխատում, կարող ես ավելի արագ processing անել, մեծ թվով դետաներ, հսկայական, հա, ամբողջ, ասենք, գրադարաններ կարող ես դնել մի չիպի վրա, վայրկյանների ընթացքում կարող ես անել բաներ, որ պետք են դրա համար տարիներ, տասնամյակներ անելու համար, բայց դրանք պարզ գործողություններ են, այսինքն նախօրոք իրենց մեջ կոմպյուտերի մեջ դրված հրամանների կամ ինստրուկցիաների կատարումն է, որ կատարվում է պարզապես շատ արագ։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Նույնիսկ երբ որ շախմատ է խաղում կոմպյուտերը, դա նախօրոք դրված բոլոր վարիանտները ստուգելով հասնում է մի, ասենք, օպտիմալ որոշման։ Իսկ այս արհեստական բանականությունն դա լրիվ տարբեր կենդանի է, այսպես ասենք։ Ես մասնագետ չեմ այս բոլոր բաների, իհարկե, բայց ինձ համար մասնագիտական է այն հարցը, որ ինչ է դերը
կամ ինչ վտանգներ է առաջացնում դա պետությունների համար այս նոր տեխնոլոգիան, ասենք, ինչ հնարավորություններ դա շատ լավ բան կլինի մարդկության համար, ինչպես ասեցի, որ նա ChatGPT-ին, բայց եւ նաեւ ինչ վտանգներ է առաջացնում հատկապես փոքր երկրների համար, որոնք չունեն այն ֆինանսական հզորությունը, ասենք, հա, եւ այն գիտական հզորությունը, որ իրենք ստեղծեն եւ այս զարգացման ուղղությունը տան այս նոր բնակավարի, բայց նաև պաշտպանեն նրա հետ առաջացած վտանգներից, թշնամիների կողմից, եթե դա առաջինը կիրառվի։ Դրա համար ես ուրեմն հրավիրել եմ մեկին, որը ավելի մասնագետ է այս հարցին, Ջան, խնդրեմ միացիր, իմ լավ ընկեր Ջան Գրիգորյանը, որը իրավաբան է, բայց մասնագիտացել է հատկապես այս կոմպյուտերային IT բնագավառում եւ սրանց միջև ստեղծած Խաչմերուկում ստեղծած իրավաբանական եւ օրենքների հետ կապված եւ ընդհանրապես բոլոր այսպիսի խնդիրների մեջ է մասնագիտացել։ Ջան, ուրեմն շնորհակալ եմ, որ միացար։ Ես կարդացել եմ քո այս վերջի աշխատանքը, որը հենց այդ հարցն ես բարձրացրել, եւ կուզեի, որ նախ սկսես նրանից, որ մի հատ ներկայացնես, թե ինչպես այս գաղափարը ծագեց քո մոտ եւ սկսեցիր աշխատել այս ուղղության վրա, այս կամ ասենք այս հոդվածի վրա, եւ հետո քննարկենք մի քանի այդ հարցեր սա հետ կապված։ Խնդրեմ Ջան։ Ողջույն, Վարդան ջան, ուրախ եմ ձեզ տեսնել եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Աշխատության թեման թվային ինքնիշխանությունն է, այս թեման կոവിഡ്ի ժամանակ եւ հետո սկսեց լայն քննարկվել, մինչեւ համավարակը սրա մասին խոսվում էր նեղ շրջանակներում, մասնավորապես գիտական շրջանակներում, բայց քանի որ կոവിഡ്ը անգամներ արագացրեց մեր կյանքի։ Բասի մի հատ էլ ասեմ, թվային անկախության մասին է ասեցի։ Թվային ինքնիշխանության, թվային ինքնիշխանության digital sovereignty. Sovereignty, այո, digital sovereignty. Okay, շարունակի, այո։ Կոവിഡ്ի հետևանքով ամենից շատ արագ տեղափոխվեց on-line, այսինքն աշխատանք, կրթություն, պետական ծառայություններ, սկսվեց մեծ տվյալների արտադրության նոր փուլ, որը իր հետ բերեց նոր եւ ֆունդամենտալ հարցեր, թե որքան ենք կախված համակարգերից, որոնք իրականում մեր վերահսկողությունից դուրս են։ Այս ուսումնասիրությունը, աշխատությունը անվանել ենք High Performance Computing and Digital Sovereignty in Armenia, այսինքն բարձր արտադրողականության հաշվողական մեքենաները կամ տեխնոլոգիաները եւ թվային անկախությունը Հայաստանում։ Ուսումնասիրությունը հասցեագրում է արհեստական բանականության ռիսկերը, էներգետիկ սահմանափակումները եւ կոռուպցիան։ Իրականում սա միջառարկայական հետազոտություն է, որը ընդգրկում է աշխարհաքաղաքականություն, օրենք, տեխնոլոգիական ասպեկտներ եւ այլն։ Սկզբից միտք կար պարզապես անել մի research, թե ինչ դեր է ունենալու է փոքր երկրների համար, նրանց ապագայի, բայց հետո մի կետից հասկացա, որ կարելի է Հայաստանի օրինակի վրա կառուցել այս ուսումնասիրությունը։ Քանի որ Հայաստանը յուրահատուկ երկիր է այս համատեքստում, ունի ատոմական, անցյալ տարի գործարկվեց ազնավուր սուպերկոմպյուտերը, այս տարի Nvidia-ն է տեղադրում նորը, արդեն թվով 2 հատ կլինի։ Այսինքն Հայաստանը առանձնանում է որպես փոքր պետություն, որն ունի եւ սուպեր համակարգիչ, եւ ատոմական, սա հազվադեպ համադրություն է, որը կարևոր նախադրյալ է, եկեք ասենք ինքնիշխանության, թվային ինքնիշխանություն ունենալու համար։ Մի հատ հարցնամ, կարելի է ասել, որ առանց թվային ինքնիշխանության, իրական ինքնիշխանություն, քաղաքական ինքնիշխանություն, երևի համարյա անհնարին է։ Սա նույն բանն է, պարզապես բառ ավելացրել։ Այսօրվա իրականության մեջ ինչ թվային ինքնիշխանություն ասելով ինչ ենք հասկանում։
Թվային ինքնիշխանությունը համեմատաբար նոր տերմին է, նշանակում է երկրի կարողությունը ամբողջությամբ վերահսկելու իր թվային ենթակառուցվածքները եւ տվյալները, զերծ մնալով արտաքին միջամտությունից կամ ազդեցությունից։ Եվ սա ունի մի քանի հիմնասյուներ, առաջինը դա ենթակառուցվածքների անկախությունն է, երկրորդը տվյալների ինքնիշխանությունը, այսինքն որտեղ են պահվում եւ մշակվում կրիտիկական տվյալները, տեխնոլոգիական ինքնիշխանությունը, երկրի կարողությունը արտադրել բարձր տեխնոլոգիաներ, կիբեր ինքնիշխանություն, Կիբեր ինքնիշխանությունը, հայ տարապել։ այո, դա այն կարողությունն է, որ ինքնուրույն վերահսկես, կարգավորես եւ պաշտպանես քո Արձակումներից հենց այո եւ էպիստեմիկ անվտանգությունը, որը վերաբերվում է իմացաբանական գործընթացների պաշտպանության ու բարելավմանը, այսինքն կարող են մարդիկ արդյոք վստահել այն գիտելիքին, որը ստանում են, կամ տեղեկատվությանը։ Սա է, կարող ենք ասել, որ սրանք են հիմնասյուները թվային ինքնիշխանության։ Շատ կարևոր, այո։ Բայց պետք է նաև ասեմ, որ համարյա բոլոր երկրների համար այս թվային ինքնիշխանությունը միֆ է այսօրվա պայմաններում, ճիշտ կլինի ասել partial sovereignty, այսինքն մասնակի ինքնիշխանություն, որտեղ միայն Ամերիկան եւ Չինաստանը ունեն կարող են կոչվել ամբողջովին անկախ։ Մնացած բոլորը ինչ որ չափով կախված են այս երկու գերտերության կողմից արտադրվող համակարգերից։ Ոչ միայն խոսքը գնում է իրենց արտադրած, ասենք, hardware-ի մասին, այլ խոսքը գնում է իրենց արտադրած software-ի մասին։ Ամեն ինչը, սկսած TikTok-ից ամեն ինչով, այո։ Information-ի ասեցիր ապահովության հարցը, որ որտեղ է պահվում, այդ իմաստով։ Հիմա տվյալ դեպքում ասենք թե ձեր մեծ պահեսները information-ի, ասպես ասենք, որտեղ պահվում են data center-ները, որտեղ են գտնվում։ Տվյալ դեպքում Հայաստանի համար, որտեղ են գտնվում, ասեցիր, որ մենք արտադրում ենք անընդհատ տվյալներ, բացենք այդ արտահայտությունը, որ դու արեցիր, տվյալներ ենք արտադրում բոլորս, մեր ոնց որ գոյությամբ, ինչպես ասում են, ամեն վարքյան, ամեն մեր թվային interaction արտադրում է, այսինքն տվյալներ ենք արտադրում ամեն անգամ մեր մոտ ունենալով այս հեռախոսը, ասենք, այդ հեռախոսը անընդհատ մեր վրա լրտեսում է եւ ինչ որտեղ ուղարկում է տվյալ, մենք որտեղ ենք գտնվում, միգուցե նաեւ լսում է ինչ ենք խոսում կամ չի լսում, ում ենք զանգ տալու, կարող է միգուցե նաեւ նայում է, ինչ սայթեր ենք մտնում, ինչ ապրանքներ ենք պատվիրում, ինչ app-եր ենք գործածում, չէ, application-ներ, մեր հեռախոսի վրա ինչ կա, ինչ application-ներ, եւ սա բոլորը ստեղծում է ինչ որ պատկեր, պրոֆիլ են ասում, ինչ որ մեկի համար, որը այդ ամբողջ information-ը շահագործում է, պարզ ասենք, իր փողի համար, շահի համար, այսինքն նա չափում է մեր ինչքան ենք քայլել օրը, ինչքան ենք, ես ինչ գրեմ, քանի աշճան ես բարձրացել իջել, որտեղ գիտի, որ դու երկրի մակարդակից ինչքան ես բարձրացել, ինչքան ես իջել, քանի քայլ ես արել, առողջական վիճակդ ինչպես է, ես ինչ իմանամ սրտիդ աշխատանքը ինչպես է, եւ ստանեմ քեզ այդ տվյալները ոչ թե միայն պահում են, որպես ինչ որ մի անպետ պահեստի մեջ նստած փտումա, դա պահվում է, ծախվում է որպես ինչ որ valuable, այսինքն արժեք ունեցող բան, ինչ որ մեկի համար դա կարևոր է, իմանա։ Հիմա դա խոսում ենք ես կոմերցիոն մասին դեռևս, այսինքն մենք բոլորս խոսում ենք նրա մասին, որ տվյալ ենք արտադրում,
այդ տվյալը հավաքվում է, պահվում է եւ վաճառվում է, վերավաճառվում է եւ ինչ որ մեկը դրանից շահանում։ Մենք չենք, մենք միայն այն բանը, որ մենք գործածում ենք, ասենք, հեռախոս, էլ չեմ ասում մնացած ուրիշ բաները, օգտվում ենք բանկային, ինչ որ ասենք, թե համակարգից, բանկն էլ հավաքում է տրավը, ինչ դրամ, որտեղից եկավ, ինչքան տարավ, դու ստանում ես սոցիալապահովությունից այսքան փող, դու ստանում ես, չգիտեմ, թոշակ այսքան փող եւ այլն, այս բոլորը իհարկե էլի տվյալներ են, որոնք պահվում են, որոնք գործածվում են, շահագործվում են եւ այլն։ Էլ չեմ ասում մնացած ուրիշ բաները, ուր ճամփորդեցիր, ինչ պասպորտ ունես, ինչ համար ունես, ինչ քաղաքացիություն ունես, այս էլ իր հերթին։ Ինչքան փող ծախսեցիր ճամփորդության ընթացքում, որ երկրներն ես նախընտրում, ում հետ ես կապված, ովքեր են քո ընկերները, ովքեր են քո ազգականները, ում հետ ես Facebook-ը անում, ընկերացել եւ այլն եւ այլն։ Այս բոլորը տվյալներ են եւ սրանց մասին ենք խոսում, որ երբ որ ասում ենք տվյալներ։ Եվ պատկերացրու, որ արհեստական բանականությունը սա սկսի գործածել ավելի efficient կամ effective ձևով, քան թե ասենք հին տեխնոլոգիան։ Մյուսը Արհեստական բանականությունը սրանք այսօր արդեն սկսել է գործածել։ շահագործել։ Սրանից չես փախնի։ Այո։ Դրա համար ասեցին, որ մասնակի անկախության մասին է։ Այո, մասնակի անկախությունը նշանակում է ունենալ վերահսկողություն քրիտիկական տվյալների եւ ենթակառուցվածքների վրա քո երկրի։ Դրանք այն տվյալներն են, որոնք կարևոր են պետական ազգային անվտանգության համար։ Եթե չկա այս վերահսկողությունը, ապա երկրի ներքին կյանքի մեջ միջամտությունը շատ հեշտ է դառնում արտաքին ուժերի կողմից։ Եթե չես կարող ապահովել այս ամենը, մի ձև էլ կա անջատել ամեն ինչ հոսանքից եւ թեվակողել քարիդար։ Քարիդարը դեռ չենք անցնելու։ Ջան, շատ անգամ էսպիսի բան են ասում, երբ որ օրինակ ես մեկին ասում եմ, որ պետք է զգուշ լինել, ասում եմ, ինչ են անելու, որ ես ում եմ պետք, որ ինձ հետևում են, թող հետևան, ջանավը հետևեն, ասած արտահայտություն կա, թող իմանան, երբ որ ինչ է, հետո ինչ։ Այս սա է, միջին, ասենց ասենք քաղաքացու, ես հայկական ձևով ասեցի, պատասխանը դա է։ Եվ իհարկե դա ճիշտ։ Անգամ ես եմ մեկ։ Հետո թող իմանա, հետո։ Շատ երևի։ Բայց երբ որ սա հետաքրքիր բան եք ասում, Վարդան։ Շատերը այդպես են մտածում, ես կարծում եմ, որ քանի որ այս դատան օգտագործում են մարդկանց վրա ապրանքներ, սերվիսներ, ես ինչ գիտեմ, ցանկություններ վաճառելու համար, սրա հետևանքով ստեղծվում են այսպես կոչված echo chamber-ները, այսինքն ստեղծվում է միջավայր, որտեղ մարդու համոզմունքները եւ ցանկությունները ամրապնդվում են։ Social media-ն սրա վառ օրինակն է։ Մարդու ուրիշ կարծիք, ուրիշ տեսակետ պարզապես չի ուզում տեսնել։ Էլ չասեմ, որ շանս կա, որ AI-ը շատ խելոքանա ու մի օր որոշի, որ մենք իրան էլ պետք չենք։ Դա արդեն տարբեր բան, հա։ Ռիսկ, բայց այս րոպեին դա գիտաֆանտաստիկական բանից է։ Բայց չէ, գիտես ես, նայ, այդ attitude-ը, վերաբերմունքը, որ ասում էի, որ ինչ են անելու թող իմանան, այդ պաս քաղաքացուն արի բացատրի, որ այդպես չի, որովհետև քրիտիկական րոպեին դա շատ կարևոր է դառնալու։ Մենակ ասենք քո հեռախոսներով գիտեն թե որտեղ ինչքան կուտակում կա, չէ՞, դու պատկերացրու մի րոպե, դա ինչքան բան կա, արժեքավոր ինֆորմացիա է։ Բայց դու պատկերացրու նույն ձևի դու կարող ես իմանալ, որ հիմնարկում, որ պետական կառույցում քրիտիկական այդ վարքյանին քանի հոգի կա, որտեղ են նստած, ովքեր են, անուններով իրենց ամեն ինչ, դու գիտես, որ դու կարող ես Բիլինգվեդի այդ հետազոտությունից հետո, երբ որ այդ գտան այդ Բաշիրովին բանին, որ գնացել էին Լոնդոն, եթե դա ինչ-որ մեկը դրսից կարող էին ինչ-որ երկու ժուրնալիստ գտնեին իրենց
սուտ կեղծ անձնագրերի նույնիսկ համարները երբ են դրանք տրվել եւ այլն դու պատկերացու պետական կառույցներ ինչ էր կարող են անել քո պետական կառույցների դեմ եւ այդ տվյալներ ասված բանը երբ որ այդպես թեթևորեն նայում ենք ինչա որ դա կյանքի մահու հարց ենք խոսում դու ոչ մի այսօրվա դրությամբ ասենք հա կառույց պետական ապահով չի ընդամենը դա չեմ խոսում չեմ ասում որ գլխին հրթիռով խփելու են ու ոչինչ անա մի անգամից բոլորը միացած միտեղ հավաքված են էլի ասած սիրուն եւ գիտես ով մտավ ընդեղ էտրոպեին հա բացի դրանից ոչ ոք տունը չի թողնում իր հեռախոսը կամ հատուկ միտեղ նոր մտնի շենք դա չեն անում բոլորը իրենց հետ են պահում parza որ բոլորը parzapes աշխարհին ասում են իրանք ովքեր որտեղ են գտնվում բայց նաև parz էլեկտրոնային իմաստով այդ արհեստական բանականության հնարավորությունները այնքան բան է որ ասես որ ես քո խոսքի վրա եմ ասում պատկերացրու եթե միջև այդ կարող էին hack անեին եւ ամբողջ համակարգը կանգնացնեին hack կանեին ասենք թե քո ես մի քիչ նայել եմ այդ հարցին satellite communication-ները կանգնացնելով չեմ ասում cell phone-ի ամբողջ բաները tower-ները եւ այլն դու այդպես կարող ես համարյա ամեն ինչ կանգնացնես բայց artificial intelligence-ի միջոցով այս շատ ավելի մեծ վտանգ է բա իհարկե մեծ վտանգ է շատ կարեւոր են հա շարունակենք դու կարևոր ուրեմն այդ 4 հիմնական բաները նորից եթե մի հատ արագ հիշացնես եւ ասենք թե ինչ Հայաստանի մասին ես հատկապես գրել ինչ եզրակացությունների հանգեցիր որտեղ ժամանակ մի կողմից տեսնում ենք առաջընթաց գործարկվեց այս սուպերկոմպյուտերները եւ այլն սրանք լավ քայլեր են տեխնոլոգիական կարողությունների ամրապնդման գործում Սակայն մեր հիմնական եզրանկումը այն է, որ ամենաառաջնահերթ է այս գործում ունենալ ստաբիլ էլեկտրոէներգիա։ Սուպերկոմպյուտերները եւ artificial intelligence-ը չափազանց էներգատար են, որքան զարգանում է թվային ինտելիգենցիաները, այնքան շատ ավելի էներգիա է պահանջվում։ Սա Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է, հատկապես հաշվի առնելով կախվածությունը ռուսական գազից, որի մատակարարման պայմանները կարող են ինչ-ինչ պատճառներով փոփոխական լինել, նաև այս հնացող ատոմական, որի շահագործման ժամկետը թեև երկարաձգվեց, բայց դե սա հավերժ չի կարող աշխատել։ Իհարկե։ Խոսվում է փոքր մոդուլյար ռեակտորների մասին, SMR-ների, որպես հնարավոր լուծում, գուցե ամերիկյան կողմի մասնակցությամբ, սրանք ավելի փոքր ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներ են, բայց դրանց իրագործումը դեռ վաղ փուլում է եւ շատ անորոշություններ կան ստեղ։ Հայաստանը ինչ-որ բաներ անում է տեղական կարողությունները զարգացնելու համար, բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մասնակի անկախության ճանապարհը զգալիորեն սահմանափակված է աշխարհաքաղաքական գործոններով։ Մինչև այս էլեկտրոէներգիայի հարցը չլուծվի, զարգանալը շատ դժվար է լինելու։ Ինչքան էլեկտրոէներգիայի հզորության մասին ենք խոսում, այն իմաստով որ դա ավելի է, քան թե լինելու պահանջը, քան թե հիմա Հայաստանը ունի։ Այո, էլի նորից ինչքան էս թվայնացումը շատանա, այդքան շատ էլեկտրոէներգիա է պետք գտնելու։ Էլ չասեմ, որ Հայաստանում մեծ շինարարություն է տեղի ունենում, այդքան շենքեր են սարքում եւ տնտեսությունն էլ է ձևափոխվում, այսինքն այս AI-ը մեծ դեր է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, սկսած գյուղատնտեսությունից, այսինքն թվային տնտեսությունը ուղիղ կապված է լինելու էլեկտրոէներգիայի հետ։ Այսինքն պետք է հենց այդ դրա համար պետք է Հայաստանը զարգացնի իր էլեկտրոէներգիայի արտադրությունը առնվազն ինչ, մի քանի անգամ երևի կամ մի երկու անգամ։
Կդժվարանամ կոնկրետ թվերով ասել, Վարդան ջան, բայց վստահ եմ, որ անգամներ Եվ դա ամբողջ կապված է ինչ որ արտահայտություն արեցիր, որ երևի ես ուզում եմ շեշտել, ոնց ասեցիր թվային տնտեսություն։ Ընդհանրապես որ տնտեսությունը մարդիկ ինչ են հասկանում, դու տնտեսություն, արտադրություն, ինչ որ բաների, գյուղատնտեսություն, ուտելիքների հետ կապված բաներ, բայց թվային տնտեսություն գոյություն է։ Դետակիր լավ արտահայտություններ եւ պետքա դա պայել դու թվերի մասին մի երկու բան ասա ստատիստիկայից ինչքան ունենք այս մեր Հայաստանի թվային տնտեսությունը ինչ շապերի է հասնում եւ ինչ մակարդակի վրա է եթե տենց կարելի է ասել վերջին անգամ նայում ենք 2 միլիարդ դոլարի շուկա որ կազմում է մեր երկրի հնայի շուրջ 7%-ը Հայաստանը արտահանող երկիր է այս տեսանկյունից, այսինքն outsource անում իր ներուժը, ինչը ոլորտը խոցել է դարձնում տաղանդների արտահոսքի տեսանկյունից, այսինքն սա երկկողմանի սուր է, ոչ մի դեպքում չեմ ուզում ասել, որ outsource անել պետք չի, որովհետև այդ տարբերակով փող է բերում երկիր, բայց իրական նպատակը չպետք է լինի outsourcing կենտրոն դառնալը Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել սեփական նորարարությունը հայերի կողմից ստեղծված ու հենց Հայաստանի կարիքների համար ու այս մեր բարդ աշխարհաքաղաքական իրողություններում այս տեխնոլոգիական ներուժը պետք է ուղղակիորեն ծառայի պետական եւ ազգային անվտանգությանը մենք տանկեր կամ հրթիռներ արտադրող երկիր դժվար թե դառնանք մոտ ապագայում բայց ժամանակակից տանկի արժեքից էլ ավելի քիչ արժեքով մենք կարող ենք կառուցել լավ cyber security հենվելով են մտավոր կապիտալի վրա որն արդեն իսկ ունենք մեր դժվարին տարածաշրջանում այս տեխնոլոգիաները կենսական այո հասկացա այսինքն դու տանկեր արտադրել օթանաններ արտադրել չենք կարող եւ շատ թանկ է դրա մի 10-րդ ներդրումով կարող ես լավ թվային ապահովություն ստեղծես որը ինչպես տեսած պատերազմում տանկերը այդքան էլ կարևոր չէին ինչքան ասենք թե թվային հնարավորությունները չէ շատ կարևոր point էր դա որ պետք է երևի դրա մասին պետք է եւ ինչու չեն այդքան ներդրում անում այդ բնակավարում ես չեմ անում չեմ պատկերացնում բայց դու երևի կասես ավելի բարդ խնդիր է հիմա նայ ջան եթե ամփոփենք այսօրվա խոսակցությունը սա շատ մեծ թեմա է երբեք չենք կարող իհարկե ամեն կողմից նայել խնդիրներին մենք մակերեսային լեվելի վրա բոլոր հարցերը չքննարկեցինք արի ժամանակը մի քիչ արդեն սուղ է ամփոփենք մի հատ մեր այսօրվա խոսակցությունը նախ խնդրում եմ նորից այսպես ասենք արհեստական բանականության դարաշրջանի թվային digital sovereignty ուրեմն սուվերենիտետի դու 4 սյուների մասին ես խոսում մի հատ էլ 4 սյուները ասես եւ վերջացնենք այո ենթակառուցվածքների անկախություն տվյալների ինքնիշխանություն cyber ինքնիշխանություն եւ epistemic security epistemic security այսինքն վստահություն ունենալ գիտելիքի եւ տեղեկատվության վերաբերյալ ինֆորմացիայի վստահելությունը ասենք հա այո ես այսպես եմ ասած այսպես հա որովհետեւ նայ սա ինֆորմացիան եթե առաջ գտնում էիր դու ես հիշում եմ էնցիկլոպեդիա բրիտանիկայի մեջ կամ ես հիշում սովետական չգիտեմ հիմա մտնում են շատերը ասենք Վիկիպեդիա հա Վիկիպեդիայի մեջ են կարդում կարծես թե դա վերջի ամենա վստահելի բանն է բայց Վիկիպեդիան պարզաբար հոդվածները գրվում են անձանց մարդիկ են գրում կարող են էդիտ անել եւ անպայման չի որ դա ճիշտ է նույնիսկ ակադեմիայի
կան բնակավարում չեն թույլ տալիս, որ Վիկիպեդիան որպես աղբյուր ցրիտես քո գիտական աշխատանքի մեջ։ Եվ այսինքն եթե դու կարող ես ասենք սխալ information դնես Վիկիպեդիայի մեջ, իսկ քո AI-ը artificial intelligence-ը սովորում է ընդհանուր բոլոր կարդացածներից, դա կարող է սխալ information կարդա, հետևաբար քեզ սխալ Կողմնակալ դառնա։ կողմնակալ, այո, այսինքն կարող ես դու լրիվ հայկական պատմությունը խեղաթյուրել ուրիշների կողմից եւ դա կմատուցվի որպես օրինակ ճշմարտություն այս արհեստական բանականության կողմից, երբ որ մարդիկ են հարցեր տալ եւ ով է հիմա նայում թե Վիկիպեդիայում ով է գրել հոդվածը օրինակի համար եմ ասում, նույն ձևի չեն նայելու թե artificial intelligence-ը քեզ ինչա տալիս եւ այս նոր ուրեմն security-ի մի հատ բնակավար է, որ վստահելիությունը ինֆորմացիայի ճիշտ է թե չէ։ Սա էլ չորրորդություններ, որը ես չգիտեմ ոնց ենք ապահովելու, բայց սա ինձ թվում է միջազգային խնդիր է դառնալու, բայց պետք է ամեն երկիր իր լինի գոնե հետևի թե ինչա կատարվում իր համար կարևոր բնակավարում։ Եթե հայկական պատմությունն է քեզ համար կարևոր, դու մեկը պետք է հետևի դրան եւ քայլեր ա։ Լավ, արի խոսանք մի վարքյան վերջին հաշվով, թե ինչ պետք է արվի, օրինակի համար հիմա Միացյալ Նահանգներում ինչ ստեղծեցին, նախ ստեղծեցին միացյալ կառավարական մի մարմին, որը բոլոր IT security հարցերով է զբաղվում, դա Homeland Security-ի մեջ են դրել դա։ Ամեն մի հիմնարկ, ամեն մի կառույց իր IT մարդիկ ունի, բնակավարը ունի, պարզ է, այդ դրանում խոսք չկա, բայց մի հատ ընդհանուր կոորդինացնող եւ ընդհանուր պայքարի կենտրոն են սարքել Homeland Security-ի մեջ, այսպես ասած, հա։ Բայց դրանից բացի ուրեմն պաշտպանության նախարարությունը, Defense Department-ը սարքել է նոր զորատեսակ, այսպես ասենք, հա, կան օդային ուժեր, կան ծովային ուժեր, կան կոսմիկական ուժեր սարքեցին նաև, գիտեինք արդեն նավատորմը կա եւ ծովային ուժեր ասեցի, մրինները կան, սարքեցին նաև Cyber Command, ավելի բաց ասեմ, Cyber Warfare Command of the United States, դենց է կոչվում, ուրեմն կիբեր պատերազմական կամ warfare պատերազմ մղել է նշանակում command, 13 command կա, դրանցից մեկը դա է, ինչու, որտեղ պարզ է, որ դու մենակ պաշտպանվել չես կարող, դա պաշտպանվելով միայն երբեք ոչ ման չես կարող անել, պետք է նաև հարձակվել էլ կարողանաս, այդ ոնց որ ասես օդային ուժերը իմ նրա համար է, որ ես մենակ պաշտպանվեմ, իմ վրա ոնց կնի տենց բան չի լինի, տանկը հարձակողական հրետանի է, ոչ թե պաշտպանողական, չէ, պարզ է, ուրեմն ինչ տանկ չունենան, իսկ եթե սայբերը, կիբերը դա նոր բնակավար է, որտեղ պատերազմը կա, շատերը ասում են հայբրիդ, հիբրիդ մի բան լսել են, թութակի պես կրկնում են, հիբրիդի չի նշանակում, իսկի գաղափար չունեն անգամ։ Հիբրիդ պատերազմը նախ եւ առաջ նշանակում է, ես էլ դրա մեջ պետք է մտնի, շատ չկա, բայց all of government effort պիտի լինի օրինակի համար, հիբրիդ դա նշանակում, դրա մեջ պրոպագանդա պիտի ունենաս, ես ինչ իմանամ, կիբեր հարձակումներ կատարես, մարդկանց կարծիքները փոխես, մարդկանց օրինակ ընտրությունների ժամանակ ինչ էին արել ռուսները, սարքել էին թունդ պրո-տրամպական խմբեր, որոնք սայթեր էին սարքում եւ պրովոկացիոն բաներ էին դնում, ջղայնացնել նույնիսկ մարդկանց կանչում էին ցույցի, հետո մյուս կողմի համար էլ շատ լիբերալ կամ պրո, ասենք այն ժամանակով էր Կլինտոնյան խումբ էին սարքում, որ էլի կանչում էր մարդկանց ցույցի, որ այս երկուսը դուրս գան իրար հետ փողոցներում կռվեն, եւ ասում էին գնացեք, բայց երկու կողմն էլ սարքած էր լրիվ 100% Ռուսաստանից Ասկամես սայբեր, որ ասում են կամ հիբրիդ պատերազմ, որ ասում են, այնտեղ իրանց մոտ այդ գենշտաբի պետը կա, չէ, Գերասիմովը, դա իր դիսերտացիան էր գրել այդ վերաբերյալ, տենց
դրանով էր հայտնի դարձել։ Իհարկե գաղափարը Իրանը չի, ստիցնից մի բան գրել էր, բայց լավ գործածում են։ Հիմա բայց չիմանաս եւ չգործածես ինքը։ Հիմա ես մենք խոսում ենք այսօր ընդհանրապես cyber վտանգի մասին, որպես զենքի միջոց։ Եվ ասում ենք, թե artificial intelligence-ը ինչքան անգամ ավելի հզորացնելու է այս կիբերպատերազմի ձևը, այսպես ասենք, եթե կարելի է, հա, իր բոլոր տեսակների մեջ եւ քաղաքացիական բնագավառում դու ասեցիր մարդկանց առողջապահական ամբողջ համակարգը կարելի է քանդել կամ եւ այլն։ Լավ, ուրեմն ինչ ունես ասելու, ասենք թե ինչ բնագավառներում ինչպես պետք է զարգացվի, ասենք տվյալ դեպքում Հայաստանի դեպքում։ Հայաստանի դեպքում ինձ պետք է շատ արագ հաղորդել այս թվային դաշտի օրենսդրական կարգավորումը անհրաժեշտ է էապես զարգացնել տեխնոլոգիական կրթությունը, նոր որակյալ մասնագետներ ստեղծել, միառժամանակ շատ կարևոր է խթանել բոլոր քաղաքացիների թվային գրագիտությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորինս պաշտպանված լինի այս էպիստեմիկ ռիսկերից, էներգետիկ անվտանգություն եւ cyber security, բայց այս մենակ կյանքի կոչելու համար պետք է առաջնահերթ համարենք արդյունավետ կառավարումը եւ կայուն երկարաժամկետ ֆինանսավորումը, որպեսզի հետ չմնանք։ Ես կասեի արդեն հետ ենք մնացել, որտեղ այն արագությամբ որ սա է զարգանում, միջև մեկը որոշում ընդունի, արդեն այն ինչ որ ինքը որոշի, արդեն հնացած է լինելու։ Այդ անհանգստությունը գալիս է նրանից, որ շատ արագ է անկանխատեսելի տպավորությունը, որ անընդհատ վազքի մեջ ենք։ Գնալով էլ ավելի ամեն ինչ արագ է։ Այսօր տեխնոլոգիան ավելի զարգանում է ոչ թե տասնամյակների ընթացքում կամ նույնիսկ տարիների, խոսքը գնում է շաբաթների մասին երևի։ Այո, շաբաթների, շուտով նաև օրերի։ Անկասկած, որտեղ հենց այս AI-ը արագացնում է process-ը։ Բոլոր այսպես արագացնում են, այո։ Ինչևիցե, լավ, եթե պետք լինի, հուսամ դեմ չես էլի հանդիպենք մի քիչ ավելի նամասնենք հարցերը, եթե հարցեր առաջանան, հարգելի լսողներ, ձեզ էլ շնորհակալություն, ինչպես ասեցի, այս խնդիրը մենք նույնիսկ ամենամակերեսային չափով չենք կարողացել, չենք քննարկել, բայց փորձեցինք, գոնե խնդիրը բարձրացնել, հա, եւ հույս ունեմ, որ առիթ կլինի կամ ուրիշ ավելի մասնագետներ այս խնդիրը լուրջ կվերցնեն եւ սրանով ոնց ասում են կառաջնորդեն երկիրը իր ապագայում։ Լավ, շնորհակալություն, այսօր էսքան, հետևեք VV Talks իմ YouTube-յան ալիքին եւ դերեք կոմենտներ, ուրախ կլինեմ իմանալ ինչ կարծիք ունեք։ Շնորհակալություն, bye bye։